Այսօր ուրբաթ է մեր հանդիպման օրը հրապարակում, բարի երեկո։ Այս շաբաթ մեր նկարահանող խումբը Գեղարքունիքի մարզի Այգուտ համայնքում էր, այն նույն Այգուտում, որի անունը անցած տարեվերջին լրահոսում սկսեցին ակտիվ պտտել։ Գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկում լույս աշխարհ էր եկել 5-րդ փոքրիկը, ծնողներն էլ ցանկանում էին պետության կողմից հատկացվող երեխայի ծննդյան միանվագ նպաստ ամբողջությամբ օգտագործել նոր տուն ձեռք բերելու նպատակով։ Մինչդեռ ընտանեկան դրամագլխի տնօրինման հնարավորություններում այս տարբերակը չկար։ 2015-ի նոյեմբերին կառավարությունը գնաց փոփոխությունների։ Ինչ փոխեցին օրենքում, ինչ փոխվեց որոշ բազմազավակ ընտանիքների կենսապայմաններում, նորամուտի բարեմաղթանքներ Այգուտից։ Բալիկները առողջ մեծանան, տանիքը բալիկների ու ձեր բոլորի։ Ուզում եմ այդ միլիոնը հանեմ չեն տալ, ասում եմ պետք է հիպոթեկային վարձ ձևակերպել, աշխատանք ես չեմ աշխատում։ Միլիոնը, որի մասին գլխահակ խոսում է Այգուտցի Ոսկանը, ընտանեկան դրամագլխի միլիոնն է, որը պետությունը տրամադրում է ընտանիքներին 5-րդ երեխայի ծննդից հետո անկանխիկ։ Ամիսներ առաջ էր բազմանդամ ընտանիքի հայրն այսպես մտամոլոր, իրեն գումար էր հարկավոր նոր տուն գնելու համար, մինչդեռ ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգում այս հնարավորությունը չկար։ Ուղղությունները սահմանափակ էին, հիպոթեկային վարկ ստանալն էլ իր նման գյուղացու համար անհասանելի։ Ամիսներ անց Այգուտում ենք, Սականյաններն արդեն նոր տուն ունեն, նոր տրամադրություն։ Այս տունն եմ ասենք գնել, սա պայմաննիկը լավ ասենք ճանապարհից մոտիկ, բաղ-չեն ասենք դեմը, սա ամեն ինչ հնարավորություն ունեն էլի, այստեղ ամեն ինչը կարանք անենք։ Հայրենի Չարդախլուից Սականյանները Ճամբարակի տարածաշրջանի Այգուտ համայնք տեղափոխվեցին 88-ին, խառնակ ժամանակներ էին։ Տուն տեղ թողեցին 2 պարծանք մարշալներով հռչակված իրենց գյուղում, փորձեցին ոտքի կանգնել այստեղ, Այգուտում։ Տանավակը հիշում է, ձեռքներին 5 երեխա ունեին, կրտսերն 8 ամսական։ Ճակատագրի կրկնությամբ այսօր իր որդին էլ 5 երեխայի ծնող է, 4 դուստր, 1 տղա, ինքն ունի ճիշտ նույնքան աղջիկների եւ որդու տերը տղան։ Ալբետ, արի, պավոտարի պապիկը։ Ընտանիքում 5-րդ երկար սպասված Արու զավակի ծնունդը հաջողությունն էլ հետը բերեց։ Վերջապես կարողացան նոր տուն գնել, բարեկարգել։ Դες շաբանդ եմ փոխել, ստեղ շաբանդ էր։ Դա ցուրտ կլեր է ծմերը ստեղ։ Այս պատուհանիկն ենք տրել։ Սրել, ասենք ներս ռեմոնտ չկար։ Ասենք ներսն ենք այդ ռեմոնտներն արել, փչել բան։ Ինչ տեսքի պիրը որ նորմալի, նոր տեղափոխվել ստեղ։ Եկեք տեսեք, սա ավելի մեծ տուն է, նա շատ փոքր է։ Հիմա այստեղ հարմարությունները շատ լավ են։ Ամեն երեխան իր սենյակն ունեն, այս մեր Ննջարյանն այն Ալբերտիկի կարավատնա։ Նախկինում Ցականյանների բազմանդամ ընտանիքն ապրում էր գյուղի ամենաանբարեկարգ տներից մեկում, կիսախարխուլ ճանապարհից հեռու առանց հարմարությունների։ Երբ երեխաների քառյակը դարձավ հնգյակ, պետությունը օրենքով սահմանված կարգով 1.5 միլիոն դրամով ողջունեց ընտանիքում 5-րդ փոքրիկի ծնունդը։ Գումարի սակայն միայն 500,000-ն է կանխիկ տրամադրվում, մնացած 1 միլիոնից ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ, որն ամիսներ առաջ հնարավոր էր օգտագործել միայն 3 ուղղությամբ՝ երեխայի ուսման վարձի համար, հիպոթեկային վարկ մարել կամ էլ ուղղել առողջապահական ապահովագրության։ Այս տարբերակները սակայն գյուղական բնակավայրերում կենսունակ չէին, մարդկանց եկամուտներն այստեղ հնարավորություն չեն տալիս օգտվել հիպոթեկային շուկայից։ Իրավիճակը ծանրութ հետև արեցին կառավարությունում եւ նախորդ տարեվերջից ընդլայնեցին ընտանեկան դրամագլխի անկանխիկ գումարի տնօրինման ուղղությունները։ Հեռավոր սահմանամերձ բարձր լեռնային եւ լեռնային բնակավայրերում ապրողներին հնարավորություն ընձեռվեց ընտանեկան դրամագլխի գումարով նաեւ անշարժ գույք գնել։ Տարի երեխու թղթեր տամ նորից սոցիալ, որ ավելցնեն նպաստը։ Հարցրի ասում պետք է բնակարան գնես։ Սականյանները միակը չեն Այգուտում, որ ընտանեկան դրամագլխով անշարժ գույք են գնել։ Գյուղապետն իր ամենագնացով մեզ ուղեկցում է արդեն Միրզոյանների տուն, ճանապարհին մոտավոր ներկայացնում, թե ինչ պայմաններում են նրանք մանկահասակ երեխաների հետ ապրել մինչև վերջերս։ Իրանք այստեղ են ապրել։ Իրանք տուն չունեին, որոնց ժամանակ այստեղ ունեն։ Դոմիկ էլ կար մի հատռած։ Այս գոմա է, սանասնագոմա։ Ու իրանք հիմա այնտեղ են ապրում, այն վերևի տունը։ Միրզոյանները օգնող բարեկամ չունեն, փնտրեցին գտան այնպիսի տուն, որ տեղավորվեն ընտանեկան դրամագլխի 1 միլիոնի սահմաններում։ 5 տարի այդ գումերն են մնացել, նոր եկել ենք ստեղ։ Արդեն գիտեմ իմ սեփականությունը,
դռների չեն։ Մամա, դա Ազատության մեջ են մտնվել։ Ասեն մրգի բայրես են տենում ամեն ինչ տենում են բա։ Պայմանները սուղ են, օրվա հացն են մի կերպ հոգում, ապրում են պետության տված նպաստներով, օրու մեջ էլ տան տղամարդը 3000 դրամ օրավարձի դիմաց արածեցնում է համագյուղացիների անասունները։ Բայց լավատես են, կյանքում առաջին անգամ սեփականության տեր են դարձել, սեփական փոս պատն ունեն, սեփական այգին եւ սեփական հավերի առաջին տասնյակը։ Առաջ անգամ ես հավեր առնում, որ պահեմ եմ, երեխեքը ծուղ են։ Այս տարի չհասցրեցին այգին կարգին մշակել, սալոր ընկույզ ունեն, հավաքելու են վաճառեն, մյուս տարվանից արդեն գործին կկպնեն ինչպես հարկն են։ Վարի դեմ մշակել եմ այգին, երկրորդ տարի վարի դեմ, հետո կարտոշկայա, լոբիա, ինչ է ցանել։ 4 տղա ունեմ, երազում եմ, որ կմեծանան, իրավենց հորը թերթիկուն կլնեն, ես տունը կբանկանենք, կսարքենք։ Հետ ես կասեն դաշտ, հետ անասուն եմ բամային։ Երեխաներից ավագն է, 10 տարեկան, ոչ մի կերպ չհաջողվեց փոքրիկին զրույցի մեջ ներգրավել, հեռանում էինք արդեն, կծկտուր անկեղծացավ։ Երազում է, որ մյուս տարի հայրը կով կառնի ու ինքը արոտ կտանի արդեն իրենց սևուկին։ Իդեպ ընտանեկան դրամագլխով անշարժ գույք գտնելու հնարավորությունը գումարի տնօրինման միակ նոր ուղղությունը չէ։ Այդ գումարով կարելի է մարել նաև գյուղատնտեսական վարկերը, բացի այս երեխայի 1 տարին լրանալուց հետո ծնողներն իրավունք ունեն ամսական կանխիկացնել 25000 դրամ։ Հիշեցնեմ, 1 միլիոն այսքան է կազմում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, որը պետական քսակից տրամադրվում է 3-րդ երեխայի ծննդից սկսած եւ 1.5 միլիոն 5-րդ երեխայի համար եւ նրանից հետո ծնվածներին։ Մոտ մեկ շաբաթից հոկտեմբերի 1-ին Արենիում գինու փառատոն կնշեն, որն արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Նմանատիպ փառատոներին պետությունը ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունի, նպատակը զարգացնել գյուղական տուրիզմը։ Նույն նպատակին են ուղղված նաև համայնքներում հյուրատնային բիզնեսի զարգացման ծրագրերը։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը միկրովարկերով աջակցում էր իջևանատների բազմացմանը գյուղերում, որոնք աշխատում են bed and breakfast հայտնի ֆորմատով, գիշերակաց նախաճաշով։ Գյուղական զբոսաշրջության աշխուժացման նպատակով էր նաև կառավարության տարեսկզբին ընդունած որոշումը քարանձավներն օգտագործել տուրիստական նպատակներով։ Զբոսաշրջիկները գալով բնակվելով հենց այդ տներում, անգլերեն bed and breakfast կոչվածներում, նրանք այդ հնարավորությունը ունենում են շփվել ուղղակիորեն գյուղական միջավայրի հետ, մշակույթի հետ, ընտանիքների հետ, ընդհանրապես, քանի որ նաև մեր պատմամշակութային հուշարձանները, այդ նոր պեղումների վայրերը գտնվում են հիմնականում հանրապետության մարզերում, գյուղական համայնքներում, այստեղ նրանք նույնպես մեկ լրացուցիչ գրավչության միջոց են համայնքներում զբոսաշրջությունը զարգացնելու համար եւ պատմամշակութային, ճանաչողական, կրոնական, նաեւ գյուղական, արկածային, խոհանոցային զբոսաշրջության այս բոլոր ձևերը մեկտեղելու եւ բացառիկ զբոսաշրջային արդյունք ստանալու։ Զբոսաշրջային կենտրոն դառնալու հավակնություն ունի նաև Գեղարքունիքի մարզում գտնվող Ծովինարի ամրոցը, որը տեղացիները կոչում են Օցաբերդ։ Այստեղ նախկինում ուսումնասիրություններ կատարվել են, ժամանակին տարածքով հետաքրքրված էր նշանավոր հնագետ Բորիս Պյատրովսկին։ 1934-ին նա Օցաբերդում վերգետնյա ուսումնասիրություններ է կատարել։ Հնագիտական պեղումները որպես այդպիսին սկսել են 2014 թվականից։ Արշավախումբն այս ընթացքում գտածոների մեծ տեսականի է հավաքել, հայտնաբերելով Ուրարտական շրջանի ամրոց ու բնակավայր։ Հնագիտական արշավախմբի ղեկավարը մեր նկարահանող խմբին ուղեկցել է ամրոց եւ պատմել, թե ինչ է եղել տարածքում մեր թվարկությունից առաջ։ Դինգիր իմ նի ուրու Տարերքի ամպրոպի Աստծու քաղաք տեղեկացնում է ծովից այն կողմ, այսինքն Սևանա լճից այն կողմ 19 երկրների նվաճման մասին եւ նշում բոլոր այդ երկրների անունները եւ այս տարածաշրջաններում 4 երկրների նվաճման մասին 19-րդ դարի կեսերին, 19-րդ դարի վերջերին, 20-րդ դարի սկզբերին Սևանա լճի մակարդակը հասել է մինչև արձանագրությունը եւ երբ որ ցանկանում էին արձանագրությունը արտագրել, վերատպել, էստամպաժը անել, ստիպված էին պարանների օգնությամբ իջնել եւ այնուհետեւ էստամպաժը իրականացնել։
10 մետրանոց աշտարակն է ամրոցի։ Դիտակետի դեր է խաղում։ Ու սենց բնական պահպանվել է։ Պաշտպանողական պատը, պարսպաշարը։ Պարսպաշարը բաղկացած է նաև որմնահեծերից։ Բնակավայրը ամրոցից դեպի հարավ գտնվող ստորոտներին բացել ենք արդեն մոտավորապես մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի վերջի եւ 6-րդ դարի առաջի կեսի 2 սենյակներ։ Առաջին սենյակում գտնվեց ձկան կարթի ծանրոց, որը գուցե կարող է հուշել, որ այստեղ բնակվողները որևէ կապ են ունեցել ձկնորսության հետ, իսկ Սևանա լիճը բավական մոտիկ էր։ Գտել ենք բազմաթիվ կենդանական ոսկորներ, խեցեղեն բեկորների մնացորդներ, մետաղի գամի մնացորդներ։ Ահա տեսնում եք պատերի առաջին շարը և երկրորդ շարը և պատերի մեջ լցված են քարերով, միջնալիցքով, քարային միջնալիցքով։ Հաջորդ տարի մենք նաև մեծ ցանկություն ունենք պեղելու այս հատվածում, որովհետև արդեն իսկ պարզ է, որ գործ ունենք բավական կարևոր մի կառույցի հետ։ Մակերեսին փռված են մեծ կարասների բեկորներ և չի բացառվում, որ մենք այստեղ գտնենք պահեստը կամ տնտեսական բնույթի ինչ-որ մի կարևոր սենյակ։ Նաև գտել ենք հելենիստական ժամանակաշրջանի կարասներ։ Միջնաբերդը մոտ 0.8 հեկտար տարածք էր զբաղեցնում։ Այստեղ են գտնվել Ուդուրի, Էթիունի և Էլիքուխի երկրները, որոնք բավական հզոր ուժ են իրենցից ներկայացրել և կարողացել են դիմակայել այնպիսի հզոր կայսրության, ինչպիսին Վանի թագավորությունն էր, ինչպիսին Ուրարտուն էր։ Օձաբերդը գրեթե չուսումնասիրված հուշարձան է։ Այսօր փորձը ցույց է տալիս, որ տուրիստներին ավելի շատ հետաքրքրում, գայթակղում է բնականը։ Եթե այստեղ լինեն ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, վերանորոգվեն ճանապարհները, ստեղծվեն համապատասխան պայմաններ, կարծում եմ, որ սա բավական գրավիչ տարածք կլինի գյուղական տուրիզմի համար։ Ինքը բավական մոտ է Սևանա լճին, ինքը բավական մոտ է Նորադուսի այդ խաչքարային համալիրին, հայտնի համալիրին, որտեղ մենք ունենք տուրիստների, զբոսաշրջիկների զգալի հոսք։ Արտադրված է Հայաստանում պիտակի ներքոարտադրողների նկատմամբ մեր հաղորդումը միշտ ուշադիր է։ Այս թողարկմանը սակայն կներկայացնենք ոչ թե մեկ առանձին, այլ միանգամից մի քանի հաջողված բիզնես պատմություն, որոնց առանձնացրել է մեր թղթակիցը արտադրված է Հայաստանում ամենամյա ցուցահանդեսի ժամանակ։ Այս շաբաթ 4 օր շարունակ Մերիդիան Էքսպո կենտրոնում Հայաստանի եւ Արցախի արտադրողներն ի ցույց էին դրել իրենց պրոդուկտը տնտեսության ամենատարբեր ոլորտներից։ Ի դեպ, այս տարի ցուցահանդեսի մասնակիցների եւ թիվն էր ավելացել եւ ոլորտային ընդգրկվածությունը։ Առկա ներուժի զարգացման հնարավորությունների, նոր շուկաների փնտրտուքի իրենց ծրագրերի մասին հրապարակումի հետ կիսվել են արտադրողներն իրենք։ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված Made in Armenia պատրաստված է Հայաստանում ցուցահանդեսը կազմակերպիչները համարում են հաջողված։ Ձեռքբերումներից մեկն այն է, որ հայ-լիտվական համագործակցությամբ կարտադրվեն արևային պանելներ։ Ավելի քան 330 ընկերություններ ներկայացված, սա երկրորդ տարին է, որ կազմակերպվում է Made in Armenia արտադրված է Հայաստանում ցուցահանդեսը, որը կազմակերպվում է արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության պետական ծրագրի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։ Պաներագործ Արմեն Պապյանի բիզնեսը մեծ չէ։ Սկսել է 2.5 տարի առաջ եւ նրա արտադրած 4-5 տեսակի Սարի հովի ֆիրմային պանիրներն արդեն իրացվում են Աբովյանի եւ Արմավիրի խանութներում։ Բիզնեսն ընտանեկան է, աշխատում է Ստեփանավանի Օռուտ գյուղում ծնողների հետ։
կինն ու դուստրը բիզնեսում դեռևս ընդգրկված չեն, նրանք գործի հաջողության թալիսմաններն են։ Արմենն արդեն 3 անգամ ավելի շատ արտադրողականություն ունեցող նոր արտադրամաս է կառուցել։ ԽՄՁ-ից ստացել ենք սկսնակների վարկ, 6 ամիս էր, որ մենք աշխատում ենք, իրենց աջակցությունը ստանալուց հետո մի փոքր ավելի արագ սկսեց մեր զարգացումը։ Հիմա ակնկալում ենք էլի, եթե հնարավոր լինի ինչ-որ աջակցություն ստանանք, որ կարողանանք տանեկան ձեռնարկատիրության ծավալներից դուրս գալ արդեն, մի բան էլ երկրին օգուտ բերենք, աշխատատեղեր ստեղծենք։ Հայկական քարերից ոչ միայն շենք շինություններ, այլ նաև գույներ։ Տարբեր մարզերի հանքավայրերից ընտրված բազմագույն քարերից փոշի են ստանում, փոշուց գույներ։ Քարերը հիմնականում մաղվում են, դրանցից ստացվում է հետևյալ փոշիները, օգտագործվում է բոլոր բաժիններում, բացի սնունդից, այսինքն շինանյութ, կոսմետիկա եւ այլն։ Ագուլիս Պիգմենտ ընկերության բնական գույներից ամերիկյան եւ ռուսական հայտնի ընկերությունները յուղաներկեր են արտադրում։ Հայկական բնությունը ոգեշնչել է նաև Միացյալ Նահանգներում բնակվող Տիկին Անահիտին։ Ամուսնու հետ բնական կոսմետիկ միջոցներ են արտադրում արդեն 1 տարի։ Մտածել են, որ ստեղծվող ապրանքանիշի անունը հայկական լինի, բայց չներառի ARM տառակապակցությունը։ Նաիրյանը հաջողված անուն են համարում, որ կողմից էլ կարդաս նույն բառն է ստացվում։ Արտադրում են դեմքի եւ մարմնի խնամքի միջոցներ։ Մենք չենք օգտագործում ոչ մի խնդրահարույց, քիմիական նյութեր, չենք օգտագործում արհեստական հոտեր։ Ամուսիններն աշխատատեղեր են ստեղծել Կոտայքի Արագյուղ եւ Բուժական գյուղերի բնակիչների համար։ Մասնագետը կարևորում է, որ հումք արտադրվում եւ մշակվում է մաքուր միջավայրում։ Տիկին Անահիտի բիզնեսն այնքան հեռանկարային է, որ պետական նպատակային ծրագրերի շրջանակներում աջակցություն կտրամադրվի։ Ցուցահանդեսի արցախյան գանձերը, գույներն ու համերը ներկայացնում էին 15 ընկերություն։ Crazy Fruit-ը կոմպոտներ է արտադրում միայն անտառային պտուղներից։ Սերկևիլ, վայրի բալ ու տանց, սև ու կարմիր մոշ, անգամ ֆեյխուա։ Մանրաշլուրը միանշանակ անտառից, ծյորին շատ դժվար ճարվող գտնվող բան է, որ ընդհանրապես էլի հողամասներից չենք անում, անտառից ենք բերում։ Շատ դժվար է։ Վայրի տանձը ամենից երևի կասեի դժվար գտնվող ու ամենից իր առանձնահատկություններ ունեցող իր համով բանով։ Դե հոնը բոլորս գիտենք, որ ինքը իսկականից որ անտառում ալնում։ Ցուցահանդեսի օրերին, քանի դեռ մայրաքաղաքում են, Հովսեփը նախատեսում է շրջել երևանյան սուպերմարկետներում։ Հույս ունի իրենց մոտ 10 անուն ապրանքատեսակները վաճառելու պայմանավորվածություններ ձեռք բերել։ Արցախի համն ու հոտը նաև այս բնական բուսայուղերում եւ ընդեղենում է։ Արևածաղկի, կտավատի եւ հլածուկի յուղեր, կորկոտ եւ չաթա։ Արցախյան խոհանոցից տեղյակների համար սպասված ապրանքներ են։ Առանձնահատկությունը նրանում է, որ արևածաղիկը, որից պատրաստվում է բնական յուղը, արևածաղկի, հենց աճեցվում, մշակվում է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կտավատը եւ հալածուկը։ Պատասխանատուներն այս շաբաթ կազմակերպված 4-օրյա էքսպոն առանձնացնում են նրանով, որ ներկայացված էին նաև կահույքագործները, հրատարակիչները եւ զբոսաշրջության ոլորտի ընկերությունները։ Ուշագրավ է, որ հայկական ապրանքներով արդեն հետաքրքրված են արտասահմանյան ներդրողները։ Այսպիսին էր շաբաթը հրապարակում, կհանդիպենք մյուս ուրբաթ նույն ժամին։ Հաջողություն։